Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ։ Չնայած կառուցվածքային փոփոխություններին այս իմաստով գործառույթները չեն փոխվել։ Պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը։ Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, իսկ կանխարգելման լավագույն միջոցը եղել և մնում է բացահայտումը։ Ամեն մի բացահայտում, հատկապես երբ գործ ունենք ապօրինի թմրաշրջանառության հետ, կանխում է նույն անձի հանցավոր գործունեությունը, իսկ պատժի անխուսափելիության գաղափարը կյանքի կոչերն ունենում է հանցավորներին զսպող ազդեցություն։ Այս բացահայտումներով նաև կանխվում է թմրամոլությունը, թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը, ամեն կոնկրետ դեպքով առգրավվում, այլ կերպ ասած, ապօրինի թմրաշրջանառությունից հանվում է որոշակի քանակով թմրանյութ։ Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում համագործակցում ենք համայնքային ոստիկանության բաժինների, մեր գործընկերների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների հետ։ Բայց մեր բացահայտումների գերակշիռ մասը բաժնի ծառայողների աշխատանքի արդյունք է։ Վերջին շրջանում հենց այս բաժնի ուժերով բացահայտվել են խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու դեպքեր։ Օրինակ, մի դեպք բացահայտվել է ապրիլի 4-ին։ Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 4-ին Իսահակյան Տերյան փողոցների խաչմերուկում թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի փոքր կենտրոնի բնակիչ 41 և 49 տարեկան երկու տղամարդու։ Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթի 6 տարա, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և հոգեմետ 2 դեղահապ։ Երկրորդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթի 7 տարա, մեկը կոնկրետ այլ անձի անվամբ։ Դեպքի առթիվ կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, այսպես ասած տեղադրման դեպքերին։ Նման երկու դեպք բացահայտեցինք մարտի 31-ին և ապրիլի 1-ին։ Թմրանյութի ապօրինի իրացման մի դեպք էլ բաժնի քրեական ոստիկանները բացահայտեցին ապրիլի 1-ին։ Ըստ օպերատիվ տեղեկության Նազարբեկյան թաղամասում ժամանակավոր բնակվող օտարերկրացի 29-ամյա երիտասարդը ապօրինի պահում, օգտագործում և իրացնում էր թմրանյութ։ Ապրիլի 1-ին ժամը 18-ին ներքին Շենգավիթում նա ձերբակալվեց և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ, ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով։ Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 31-ին գիշերվա ժամը 2-ին մոտ Մայրաքաղաքի Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 30 և 37 տարեկան երկու տղամարդ։ Առաջինի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված և մարիխուանայով լցված 4 փաթեթ։ Երկրորդի մոտ տեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ կար, ընդհանուր մոտ 90 գրամ քաշով և 226 գրամի նույն զանգվածով լցված պոլիէթիլենային փաթեթ, էլեկտրոնային կշեռք, նաև ծալովի դանակ։ Ըստ վերջինիս մարիխուանան մի օտարերկրացուց ձեռք է բերել 690,000 դրամով։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան թմրամիջոցն իրացրած օտարերկրացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առանձնապես խոշոր չափի թմրանյութ Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև մարտի 20-ին։ Այդ օրը ժամը 14:40-ին այս դեպքում միայն թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթաշենում ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Շերամի փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափը մի քանի անգամ գերազանցող 70 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում հենց մեթամֆետամին է։ Աչափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր դեպքերով ձերբակալված անձինք դատանի որոշմամբ կալանավորվել են։ Օրերս համացանցում տեսանյութեր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով Մերսեդեսը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հարգելի քաղաքացիներ,
Բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 պատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։